եմ իշխանության վերաբերել, երբ որ թվում դուք եւ ձեր գործընկերները հրապարակում են անում։ Կգաք այստեղ խոսեք։ Հա, այստեղ կամ խոսեմ։ Դատական գործեր կան։ Քանի դատական, դուք նայեք, մեկ դատական գործեր կան, թե չէ, երբ որ մի հատ ավարտեմ, այդ թվում ձեր լրատվամիջոցը, այդ թվում մյուս գործընկերները։ Ես անպայման դուք վաղը այստեղ լինելու եք, մինչև վաղը կուսումնասիրեմ եւ կհանեմ դեպքեր, երբ որ որն է ձեր լրատվամիջոցը 168 Օրինակ, հիմա գրած է, ինչ ասեմ, չեմ թիրախավորել։ Ասենք, օրինակ, երբ որ հայտարարություն արվում, օդում կախված լուրերի համաձայն, այսինչ պաշտոնյան, օրինակ, չգիտեմ, այս կոռուպցիայով զբաղվում եւ այլն։ Փաշինյանի ընտանեկան թերթին է, պարոն Գրիգորյան։ Նախ պարոն վարչապետի, կարծում եմ պետք է ավելի հարգալից խոսել, բայց էլի եմ ասում, մի փորձեք, ստեղծեք, մեր համար չէ, բոլորիս համար եւ փաստը դա է, դուրը կարա դա գա կամ չգա։ Դուք ձեր գործունեության մեջ այդ նույն ստանդարտով, որ ուզում եք մենք ղեկավարվենք, չեք ղեկավարվում։ Շատ ժամանակ վերագրում եք հանցավոր արարքներ իշխանության ներկայացուցիչներին, երբ որ ոչ միայն դատական վճիռ չկա, անգամ քրեական գործ չկա հարուցված։ Ու էլի եմ ասում, Ժորժ ջան, մի հատ բարձ փաստ կա, էլի։ Ընտրությունները մի process է, որ մենք բոլորը այստեղ մի հատ մարդ չկա կանգնած, մեզ դիտող մի հատ մարդ չկա, որը որ այդ process-ի մասնակից չի հանդիսանում։ Եվ դուք որ փորձում եք կամ գործընկերները փորձում են ինչ-որ ալտերնատիվ իրականություն վաճառել, դա իմաստ չունի, որտեղ մարդիկ այո, վաճառել։ Դա իմաստ չունի, որտեվ եթե օրինակ ասում եք Սուրեն Գրիգորյանը կոռուպցիոներ է, մարդիկ կարող է մտածեն, կարող է ճիշտ են ասում, թողեք ավարտեմ, կարող է ճիշտ են ասում, ներողություն, կարող է ճիշտ են ասում, կարող է սխալ են ասում, բայց դուք մի հատ process, որ բոլորը մասնակից են եղել, փորձում եք մարդկանց պատմեք, որ իրանք ճնշված են եղել, դա չեն զգացել, վախեցել են, դա չեն զգացել, իրենց կաշառք են բաժանել, իրանք չեն իմացել, անիմաստ է։ Դեպքերը դատական եզրակացություններով կհաստատվեն։ Դա եզրակացություն չի, դատավճիռ է, բայց ամեն դեպքում դատարանի որոշմամբ կլինի։ Դատավճռով։ Նաեւ հիմա պարոն Գրիգորյան, ի վերջո բայց մենք արդեն ուշանում ենք։ Դուք խնդրեք դեռ որ մենք նիստից ուշանանք։ Վարչապետը, բոլորի վարչապետը չպետք է լինի ժողովրդավարական երկրի։ Բոլորի վարչապետն է։ Բա մյուս ձայները համարել ոչ օրգանիկ, դա նորմալ է։ Ոչ օրգանիկը դա քաղաքական գնահատական է եւ նորմալ է, երբ որ կան դրա հիմքերը, որոնք մեր ամբողջ հանրության աչքի առաջ են։